Հարփնջդեհին իրավիճակը որքան սաստկանում է, այսինքն դավաճանական ընթացքը իրավիճակը այսօր ես գնահատում եմ դավաճանական պետության ղեկավարությունը դավաճանում է սեփական ժողովրդին, այսինքն ինքը ավելի մեծ հարված է հասցնում հայ ժողովրդին, քան թշնամին, որովհետև ինքը ներսից ուզում է ոչնչացնել ամեն ինչ, որ մնա ամայի Հայաստանը, պատկերացրեք, կարող է ապրեն հայեր, բայց իրենք սրանց այդ հակակրթությամբ, քարոզով փորձեն ոչնչացնել, որովհետև ինչու եմ ասում փորձել, որովհետև արաբներն էլ 7-ից 8-րդ դարերում այդպիսի մի բան արեցին ու հետո հասկացան, որ դա հնարավոր չէ։ Մենք այս դարապորտը շատ ենք ունեցել։ Եղել է պա, որ Հայաստանի այս տարածքում մարդ չի ապրել, բոլորը ցակուցրիվ են եղել, բայց գնացել են Կիլիկիայում նորից պետություն են ստեղծել։ Այսինքն մեր թշնամին շատ լավ գիտի մեր բնավորությունը, մեր ներքին հատկանիշները, ուղղակի Նիկոլը չի հասկանում իր թիմի հետ երևի չեն պատկերացնում իրենք, որովհետև արդեն ես հասկանում, որ իրենք իսկապես էթնիկապես հայեր չեն, եթե իրենք հայեր լինեին, օրինակ դավաճանությունն էլ անելիս կհասկանային ինչն է հնարավոր, ինչը չէ։ Ես նորից դառնալու եմ Սասնա ծռերի ապստամբությանը, դա եւս մեկ անգամ ցույց է տալիս հայ ժողովրդի հատկանիշները, կերպարը։ Տեսեք, տղաները երբ որ ապստամբեցին ոստիկանական գունդը ռեժիմի ձեռքից վերցրեցին, այդ 10 օրերի ընթացքում ժողովուրդը փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ ինքնակամ էին եկել։ Հիմա պատկերացրեք, ասենք Նիկոլը ուզում է հանրահավաք հրավիրել, այն նախնական, հիմա չէ, այն որ 18 թվին տակ-տակ այտենց որ հավաքում էր, կազմակերպում էր ժամ, օր, տեղ, չէ, հայտարարում էր, տրանսպորտ էին հատկացնում, ժողովրդին բերում էին, կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ չգիտեմ, երբ որ ուզում են հանրահավաք կազմակերպեն, նախորդ հայտարարում են, չէ, մարդկանց տեղափոխում են իրենց տրանսպորտով, Քոչարյանները մի անգամ, չգիտեմ, կարող է եւ բազմիցս ժողովրդին պիցա հյուրասիրեցին, եւ իրենց խումբը դարձավ պիցահակերների խումբ, դե նիկոլականների ժողովուրդը զոմբի է կարգել, դե գիտեք, ես արդեն ավելի խիստ կգնահատեմ զոմբին կարող է վերջում, երբ որ բանակը հասնի ոսկորին հասկանա, էլի, բայց կա տեսակ, որ բանը, այսպես իրեն թվում է, թե ինքը շատ ճիշտ է, դա տգետն է, դա անհաղթահարելի բանա, շերտ է, տգետը դա անհաղթահարելի է, դրա մենակ կարելի է ոչնչացնել, որ հաղթես դրան, չես կարող ուրիշով հաղթել, այսինքն մնացել է տգետը, դե իհարկե, ու նաև բանը, դավաճանը, ասենք գիտակցում է, բայց շահուն է անում է, էլի։ Ուրեմն որևիցե, այսինքն քաղաքական ուժ կամ լիդեր նախորդ հայտարարում տեղը, վայրը, մի քանի օր առաջ անգամ ժամերն ասում է որտեղից երբ, ինչ մեքենաներով։ Սասնա ծռերի ապստամբության ժամանակ կազմակերպիչները, ովքեր ապստամբությունը կազմակերպել էին, դրսում մարդ չունեին, կարելի ասել, նրանք բոլոր ներսն էին, իսկ ներսից նման բան կազմակերպել հնարավոր չէր։ Այսինքն, եւ Ժիրայր-Սեֆիլյանն էլ բանտարկված էր, ապօրինի բանտարկել էին, այն 800 հեկտարը ազատագրելու ցանկություն էր հայտնել, այն որ 44 օր քարորիա պատերազմից հետո, որ Սերժիկ Սարգսյանը ասաց, որ անպետք հողեր էին, ասենք Նիկոլել էր, չի ասում այդ ծնոց սարերը մեզ ինչին են պետք։ Նույն խոսքն է։ Միջայլոց, սա ուզում եմ ասեմ, որ ռեժիմը ինքը իր նույն մեթոդներն է կիրառել Սերժիկի ժամանակ էլ, Նիկոլի ժամանակ էլ։ Տարբերություն չկա անպետք հող, թե ծնոց սար։ Ծնոց սարը այնպես է ներկայացնում, որ ծնոց սարը մեզ պետք չի։ Տարին ասում է 6 ամիս գլխին ձուն կա, ինչ է կանում։ Ռազմավարական կետը եւ աղբյուրաբեր մաքուր ջուր ջրի աղբյուր ակունք հանդիսացող սարը ջրի կռիվ է, չէ՞ աշխարհով մեկ։ Հիմա
բոլորի մոտ միշտ բան է առաջանում, էլի, ասում են, այս ժողովուրդը կարողանում է ինքնակազմակերպվել։ Հասկանում եք, չէ՞։ Շաշնասարը մտան գունդ, ժողովուրդը լսեց ինչ է տեղում, գնաց օգնելու։ Տասնյակ հազարավոր մարդիկ, որից է մեկը նրանց չէր խնդրել հավաքվելու, ոչ տեղ, ոչ ժամ, ոչ օր, եւ որից մեկը չէր վախենում, չէր կաշկանդվում։ Եվ ասեմ, այսօրվա Նիկոլի արարքից հետո, այսինքն այն ժամանակ Սերժիկն ու Ռոբերտը ինչ արել էին, ժողովուրդը իսկապես զայրացած էր։ Այսօր արդեն, երբ որ Արցախ Ադրբեջան համարում, երբ որ ցեղասպանությունն է կասկածի տակ դնում, երբ որ Էրդողանի գիրքն է կրծքի տակ սեղմում, երբ որ եկեղեցուն չուլանոց է անվանում, երբ որ երկրի վարչապետը իրավունք չունի էթիկայից դուրս գա, անգամ եթե իրեն որևիցե մեկը հայհոյում է, ինքը պետք է նման կերպ չպատասխանի։ Հազար մեթոդ կա պատասխանելու, էլի։ Ինքը պետք է մնա իր բարձրության վրա, ինքը պետություն է ներկայացնում, բայց ասում է կաթողիկոսին արի առնանդամստան տես, որ չգիտեմ, ամեն ինչ նորմալ է, էլի իբր։ Դուք հասկանում եք, սա նշանակում է քայքայել, արժե համակարգը ամբողջությամբ քայքայել, սա միտումնավոր է արվում, միտումնավոր, որ պետական ինստիտուտները ոչնչանան։ Այս նորաձև կրթություն քարոզողները, սրանց նորաձևությունը այդ է, պորնոգրաֆիա է։ Իսկ սա չի կարող ապստամբության չտանել։ Բացառվում է, որ չտանի ապստամբության։ Ու սրանք հիմիկվանից արդեն մի հատ արհեստական ապստամբության օջախ սարքում քնեցնում են, ժողովրդին աչքը վախեցնեն, էլի, որ տեսեք ինչ արեցինք անմիջապես, բանը դեպքները ծածկած վորիստիկանները մտան եկեղեցի եւ սկսեցին իրենց այդ բաները։ Այդ դեպք ծածկած մարդիկ ես արդեն խիստ կասկածում եմ, որ հայեր են, որովհետեւ ոստիկանները, երբ որ դեպքները բաց մտնում եկեղեցի, մոմ են վառում եւ շատ զուսպ են իրենց սպանում։ Այդտեղ մենակ կարող է իսլամիստ, չգիտեմ, ով որ հակակրանք ունի քրիստոնեական եկեղեցու հանդեպ, իսլամիստը կարող է նման կերպ մտնել, նման վարքագիծ ցուցաբերել եկեղեցու ներսում։ Չեմ խոսում հոգևորականից, չեմ խոսում Գարեգին Բեից, չգիտեմ մնացածից։ Նրանք խոցելի են։ Նրանց խոցելիությունը օգտագործվում է եկեղեցու վարքը, կարգը փչացնելու համար։ Շատ հարմար առիթ է, գտել են ու անում են իրենք, եւ սա նույնպես ժողովրդին զայրացնելու է եւ իմ կարծիքով գործողության է սպասում ժողովուրդը։ Այս աստվածարարի գործողության նմանատիպ չեմ ասում, բայց որևիցե գործողություն, որևիցե թիմ եթե կազմակերպի, այդ ինքնաբուխ հավաքը կտեսնեք, որ տեղի կունենա։ Իսկ սա հասկանում է ռեժիմը, շատ լավ հասկանում է, նամանավանդ որ ռեժիմը Կրեմլից տեղափոխվում է Անկարա եւ Բաքու, սրանց գործերն էլ ոնց որ այս Իրան-իսրայելական պատերազմի ժամանակ այդքան հաջող չի ընթացել, որովհետեւ եթե Ալիևին ուղիղ հարցնում են, ասում են մի հատ ստուգի քո մոտ, միգուցե ձեր մոտից իսրայելական ինքնաթիռներ կամ ԱՏՍ-ներ են ուտ բարձացել, Ալիևը երեխու պես երդվում է, հորս արև անգամ, չգիտեմ, ես չի եղել, այսինքն ինքը փոխանակասի ես մի հատ նորից էքսպերտով կամ չգիտեմ ես ինչով ինքն է հերքում, ասես ինքը տեղյակ է։ Ինքը եթե անմիջապես հերքում է, ուրեմն այդտեղ բան այն չի, եւ իր այս վերջերս այս խառը, այս անհանգիստ վիճակը, սա վախենում է, որ հանգարց Պարսկաստանն ու Ամերիկան հենց որ եկան ընդհանուր հայտարարի, Պարսիկը Ադրբեջանին հարվածելու է։ Ասեմ, որ ջհուդները Ադրբեջանին երկար տարիներ օգտագործեցին ու փուրը տվեցին։ Ես այս կարծիքին եմ եւ սրան զուգահեռ սրանք հասկանում են, որ եթե այնտեղ իրենց մոտ ամեն ինչ խառնվի, դե Կրեմլն արդեն ձեռ է քաշել Հայաստանից, իրենք էլ որ կոնտրոլ չանեն Նիկոլին, Հայաստանը նորից կարգավորվի, հեղափոխություն տեղի կունենա եւ ժողովուրդը կբերեն իշխանության ազգային ուժերին ու արդեն իրենց գործը ավելի կդժվարանա Պարսկաստանի ճնշման տակ, Հայաստանն էլ համատեղ եւ կստացվի այն ինչը որ պետք է ստացվի։ Այդ թե ինչու է ապստամբության այս գաղափարը խանգարում
մեր թշվառ թշնամիներին եւ ներքին թշնամիներին, ասել է թե դավաճաններին։ Այնպես որ առաջ չընկնենք, ինձ թվում է ամեն ինչ կարգավորվելու է։ Մնալ խաղաղությամբ։